Հայտնի պատմություն է Սկոպիեի ավերիչ երկրաշարժից հետո 1963 թվականին, որ տեղի ունեցավ, ողջ աշխարհը, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժից հետո, ուրեմն մոբիլիզացվեց, որպեսզի օգնի Մակեդոնիային, վերականգնի Սկոպիեն շատ արագ, եւ Սկոպիեի վերականգնման աշխատանքները ղեկավարում էր հայտնի ճապոնացի ճարտարապետ Կենզո Տանգեն։ Եվ Սկոպիեում 1963 թվականից սկսած իրականացվեցին շատ հետաքրքիր ճարտարապետական նախագծեր, նրանք կառուցվեցին, իրականացվեցին, Սկոպիեն ձեռք բերեց Վերինաշյանի արդիական տեսք, բայց 63-ի տրամաբանությանը հաջորդեց 70-ականների ժամանակաշրջանը, որը նախանշեց այն անցումը արդիական մտածողությունից դեպի հետարդիական մտածողություն, եւ դրանից հետո 80-ականների ավարտն էր եւ 90-ականները Բալկանյան պատերազմը, որից հետո հարավսլավական կոնտեքստը զարգացավ լրիվ այլ տրամաբանության մեջ, իսկ Մակեդոնիան ընդհանուր առմամբ գրավեց այդ յուրահատուկ տրամաբանության մեջ ամենայուրահատուկ պոզիցիան, այսինքն մենք երբ այսօր դիտարկում ենք այն կերպարանափոխումը մոդեռնիստական քաղաքի այն իրողությանը, որ կա այսօր, մենք կարող ենք միայն ուժեղ զարմանալ, թե ինչ աստիճանի կարող է լինել տարբեր քաղաքը, որ կապված էր կարծես թե նույն հասարակության հետ, այսինքն փոփոխության էր ենթարկվել հասարակության գիտակցությունը, որը վերջին հաշվով դրանից հետո սկսեց աստիճանաբար, բայց շատ տենդենցիոզ ձևափոխել քաղաքը, այստեղ ամեն ինչ ծաղրանկար, շատ անգամ հիշեցնող մակարդակի իր այդ նեոկլասիցիստական ճարտարապետությամբ, որը գալիս է մեծամասամբ քողարկելու 63 թվականի արդյունքում ի հայտ եկած մոդեռնիստական կառույցների շատ զավեշտալի պատմություն է Կենզո Տանգեի կողմից կառուցված շենքը, ինքը ամփոփվում է նեոկլասիցիստական այդ կեղծ իդեպ դեկորատիվ ճարտարապետությամբ, փոխելով նախ եւ առաջ այդ հասարակության անկալումը ոչ միայն քաղաքային միջավայրի մասին, այլ այն վերջիվերջով ռեպրեզենտացնում է իր սիմվոլիկ ընդհանրապես անկալումը թե իրողության մասին, թե իր սեփական պատմության մասին, եւ այդ կոնֆլիկտը Հունաստանի հետ կապված շատ նույնպես հատկանշական է, որ մեծ կռիվ էր փաստորեն զարգանում ինքնության խնդրի շուրջ կապված, թե վերջիվերջո Ալեքսանդր Մակեդոնացին որ երկրի ծնունդ է, որը որ ձևավորվում է մի մեծ քաղաքական վերջիվերջո առճակատման, մշակութային առճակատման, բայց իրողության մեջ ինքը արտացոլումն է իր գտնում քաղաքային միջավայրում, ստեղծելով ճարտարապետություն, որը զուտ ռեպրեզենտատիվ տեսանկյունից զատ չունի որևիցե ֆունկցիոնալ նշանակություն։ Վերջերս տեղի ունեցավ շատ հետաքրքիր մի պատմական դեպք, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի ֆեդերալ նշանակության բոլոր կառավարական շենքերը պետք է ենթարկվեն նույն էսթետիկական լուծմանը, ինչն է նեոկլասիցիստական ոճով, պետք է նրանք բոլորը լուծվեն։ Այսինքն այն բոլոր շենքերը, որոնք որ լուծված էին սրանից առաջ այլ ոճով, նրանք նույնպես պետք է ձևափոխվեն եւ ենթարկվեն նոր քաղաքական էլիտայի կողմից հայտարարված պաշտոնական ոչինչ։ Կարող ենք դիտարկել այդ հայտարարությունը որոշակի առումով մի քիչ աբսուրդային, անախրոնիկ, բայց միևնույն ժամանակ այն շատ հստակ տեղավորվում է վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցող համաշխարհային նոր նեոլիբերալ տնտեսական, հասարակական, ինչպես նաև մշակութային համատեքստում տեղի ունեցող զարգացումների հետ։ Դրա օրինակները հայկական միջավայրում բազմապիսի են։ Օրինակի համար, եթե դուք շարժվեք աշտարակի խճուղիով,
այնտեղ դուք կարող եք տեսնել նոր Վերսալի որոշակի հղումներով լուծված դղյակը կամ դղյակները, որոնք որ գտնվում են մոնումենտի շրջակայքում, բազմաթիվ նմանատիպ նեոբուրժուական էլիտար թաղամասեր կան, որոնք որ սիմվոլիկ կերպով ներկայացնում են նոր էլիտայի հոգեբանական եւ մշակութային բարդույթները, բայց նրանք կոչված են ինքնահաստատելու այն իշխանությունը, որը որ այդ էլիտաները ձեռք են բերել մեկ մշակութային հասարակաքաղաքական համատեքստից մյուս հասարակաքաղաքական եւ տնտեսական եւ մշակութային պարադիգմի անցման պահին։ Այդ առումով լավ օրինակներից մեկն է վերջին շրջանում մեծ աղմուկ հանած Բուրջ Ալ-Բաբաս ավանի պատմությունը, որը որ կառուցվել էր Ստամբուլ եւ Անկարայի միջև, քաղաքաշինական գրոտեսկային սխալներից մեկը կամ failure-ներից մեկը, դա տիպարային Մոխրոտիկի Դիսնեյի կողմից լոգոյի վերածված պալատի կիրառումն է առանձնատների նախագծման եւ կառուցման դեպքում, եւ մենք տեսնում ենք, որ նույն այդ ամրոցները փոքրացված վիճակով, իրանցով է կազմակերպվում ողջ քաղաքը եւ դա դիվելոպերները դիտարկում են որպես հաջողակ եւ մեծ ապագա ունեցող բիզնես պրոյեկտ, որը իրականում ձախողվեց եւ որը վերջին հաշվով մնաց զուտ իբրև, պես ասած, ծաղրանկար հիշեցնող ներկայիս քաղաքաշինական ֆեյլեր։ Չնայած որ քաղաքաշինարները ասում էին, որ իրենք արել էին բավականին խորը հետազոտություններ հիմնվելով Էմիրատների քաղաքաշինական փորձերի վրա, ինվեստիցիոն որոշակի մոնիտորինգներ էին, հետազոտություններ էին անցկացրել եւ այլն, սակայն վերջին հաշվով մենք ունենք այն, ինչ ունենք, իսկ դա Բուրջ Ալ-Բաբասն է, որի կրկնօրինակները իրականում մենք կարող ենք տեսնել վերջին 30 տարիների ընթացքում տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, կառուցված բազմաթիվ այդպես կոչված նոր էլիտայի դղյակներում։